Ես խնդիր չունեմ, խնդիր կա մենակ հայության առջև։ Պետք է փոխել հասարակության շարժման վեկտորի ուղղությունը, որովհետև այս վեկտորը ուր տանում է իշխանությունը կործանարար է հայության համար։ Դա մենակ իմ կարծիքը չի։ Ես ուզում եմ ասել, որ մեր մտավորականությունը, որ այս 35 տարի լռություն է պաշտպանում գերեզմանային լռություն է պաշտպանում, իրեն ոտնակոխ է արել։ Մենք չունենք մտավորականություն որպես կազմակերպություն, մենք ունենք առանձին մտավորականներ միայն։ Մինչդեռ կազմակերպությունը մտավորականների պետք է ձևակերպել ազգային խնդիրները եւ ձևակերպել ստրատեգիական ու տակտիկական խնդիրները, որ պիտի լուծվեին։ Մենք ստեղ տեսնում ենք միայն կիսագրագետ թղթակիցների խոսակցություններ, չենք տեսնում ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականություն։ Ու վերարտադրվող կիսագրագետների այդ խառնամբոխի կործանարար քաղաքականությունը մեզ համար ամեն անգամ թանկ է նստում։ Ես ուզում եմ խախտել գրողների միության մնացած այդպես մտավորականների գերեզմանային լռությունը ու մի բանաստեղծությամբ դիմել։ Խառնամբոխի կամքին հլու ես չեմ վազի անհայտության ճանապարհով։ Կուլ չեմ գնա սին հավատքին ու չեմ ապրի խղճ ու կորով, բեմի վերջին անշուք դերով, փրշանքներով մեր հերթական աստվածների ցոփ սեղանից։ Ճիշտ եմ ասում, սիրտս խառնում է նրանից, երբ տեսնում եմ պատվանդանից կուռքը գահանկեցանողին, հանկարծահաս փոթորիկից դավանանքը ուրացողին, գիշերային կողոպուտից առատաձեռն դարձած գողին։ Անկարող եմ արդեն նայել սատանայի դեմքը ծածկող սուրբ դիմակին, իմաստունի շորեր հագած խեղկատակին, արաբական Երիվարի սանձը ծամող ավանակին։ Չէ, չեմ ուզում ես խոնարհվել մեր սրբապիղծ ժամանակին։ Այսքանը։ Այսօր նաև Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ինչ կարող եք ասել նրա մասին, ինչպես նա Ես ցանկանում եմ, որ ամեն հայ զինվորը նման լինի Վազգեն Սարգսյանին։ Նման լինի Վազգեն Սարգսյանին ու նրա զինակիցներին, որոնք մահապարտի, մարտիրոսի նման իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին։